հիշում, ինչ է փոխվել լավ մեր հասարակության մեջ, որ գնա եւ ձեզ ընտրի բերի խորհրդարան եւ մի հարցը ձեր քարոզարշավը ոնց է կառուցելու հաշվի առնելով որ հանրության մի հատված կա որը ասում է որ Նիկոլին դուք եք բերել եւ կապել մեր ջանին այսինքն ուղղակի ես կստեջբերում եմ աճեցրել եք լավ քաղաքական ուժը իրեն դարձրել է պատգամավոր եւ այլն արդյոք սրա վրա շեշտադրում տրվելու է թե ոչ ներողություն կամ չգիտեմ ինչ որ ափսոսանքի խոսքեր շնորհակալություն Լավ, նախ եւ առաջ առաջին ձեր հարցին պատասխանելու համար ես ձեզ առաջարկում եմ մի հատ մտավոր էքսպերիմենտ, փորձ կատարել։ Ես ձեզ ասում եմ, եթե 2017 թվականին, երբ որ մենք, ինչպես դուք ասացիք, ստացանք 1 ու քանի տոկոս, եթե մեր ժողովուրդը այդ ժամանակ իմանար, թե ինչ կկատարվի 20 եւ 23 թվականներին, իմանար ուղղակի, ինչքան է կարծում մենք տոկոս կստանայինք։ Մենք կարող է 90% ստանայինք։ Այդ է կատարվել։ Այդ է կատարվել։ Հա? Հա, մենք փաստորեն մեղավոր ենք նրանում, որ մենք չկարողացանք մեր ժողովրդին համոզել եւ այդ սպառնալիքը իսկապես շոշափելի ներկայացնել։ Այդ դրա համար կարանք ներողություն խնդրենք իհարկե, որ այդ չկարողացանք ժողովրդին համոզել։ Okay, բայց դուք հաշվի առնեք մի բան, ցավոք սրտի այսպեսի մի ֆենոմեն կա։ Ժողովուրդը абստրակտ, տեսական, կանխատեսման հետ կապված բաները այդքան հեշտ չի ընդունում ու ընկալում։ Ժողովրդին շատ շոշափելի իրադարձություններ են պետք, որ ինքը ինչ որ բանից տպավորվի եւ դրա մեջ մտնի։ Այդ ինչ որ մենք ասում ենք, մենք այն ժամանակ թվերով ապացուցում ենք, որ Ադրբեջանի ռազմական բալանսը, այսինքն թեքվում է իրանց օգտին, իրանք հավաքում են այսքան նավթա դոլարներ ծախսել են, այս են փոխել, են արել եւ այլն, այսինքն մենք ըստ էության գիտական մի հատ անալիզ էինք անում։ Գիտական անալիզը հեշտ է հասցնել ամբողջ ժողովրդին, դժվար է։ Այդ հիմա արդարանում եմ իհարկե, բայց խնդիրը դա չի, ես կարծում եմ, որ ինչ որ պրոբլեմ կա։ Հետո կար պետական մեքենայի կողմից այդ ուղեղների լվացումը եւ այլն, հետո գիտեք ինչ, դժվար է, որ ամբողջ քաղաքական էլիտան, ամբողջ քաղաքական ուժերը ամեն օր դուրս են գալիս ու ասում են Արցախի հարցը լուծված է, իսկ ով որ ուզում է, որ մենք գնանք ինչ որ զիջումների դրանք դավաճաններ են։ Այդ մոտորոտում շատ դժվար է ինչ որ բան անել, բայց մենք չենք կարող գնալ պոպուլիզմի գնով, ասենք բանա, չկա տենց պրոբլեմ, մենք էլ ենք համարում, որ լուծված է, հետո բայց մենք այսօր պահպանել ենք մեր վստահելիությունը։ Այսօր ժողովուրդը ասում է, հա, Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր։ Բա քիչ է։ Միասին։ Հա, իսկ երկրորդ հարցը ինչ էր։ Հա, Նիկոլի հոգեզավակ լինելու թեման։ Ոյ, կարող է այս մի հատ հնարավորություն է, որ մենք մեկը միշտ փակենք այս թեման։ Մի օր մի հատ գնացել էի կինոթատրոն, հետո դուրս եկա, մի հատ դաշնակցական մոտեցավ ինձ, չէի ճանաչում։ Ասաց դուք եք մեղավոր, որ Նիկոլը եկել է իշխանության, դուք եք իրան բերել իշխանության, բան։ Ես ասացի, ով է իրան դարձրել վարչապետ։ Այսինքն վարչապետ ով է, ոնց որ ձեր կուսակցությունը չի քվեարկել իր օգտին, այն մայիսի 8-ին։ Ինքը էլ բան չուներ ասելու, որովհետև մենք երբեք չենք քվեարկել կամ որևէ գործողություն չենք կատարել, չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում։ Ես 100 անգամ ասել եմ, ինքը եղել է մեր կոպիտ ասած մեր հանրավակների DJ-ը, ոչ ավելին։ Ուրիշ դերակատարություն նա չի ունեցել։
Եվ ոչ ոք երբեք ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ նրա թիմում որևէ մեկը, ոչ մեր այդ խորհուրդը բանի կուսակցական Հայ ազգային կոնգրեսի շարժման, ոչ կենտրոնական շտաբը երբեք չի մտածել, որ Նիկոլ Փաշինյանին կարելի է ինչ որ լուրջ վարչական պաշտոն տալ կամ ինչ որ մի լուրջ հարցի կառավարում իրան վստահել, որովհետև ինքը շատ խղճուկ մոտեցումներ ուներ մեր քննարկումների ժամանակ, շատ արագ նա բան էր անում, հայտնվում էր անհարմար վիճակում եւ դադարում էր այդ բանավեճերը։ Նրան մենք շատ լուրջ չենք ընդունել։ Իհարկե, երբ որ իրան հալածում էին, բանտ էին նստացել, մենք ամբողջ շարժման պայքարում էինք իր իրավունքների համար եւ շատ լավ պայքարեցինք եւ հասանք վերջում նրան, որ ինքը դուրս եկավ եւ համարում եմ, որ ամեն ջանք, որ ես գործադրել եմ կամ մեր շարժման մասնակիցները գործադրել են իր ազատման համար, դա արդարացված ջանք էր, որտեղ մենք ոչ թե Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար էինք պայքարում, այլ ընդհանրապես մեր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար, անարդարությունը վերացնելու համար։ Ուրիշ բան չի եղել։ Իսկ հոգեազավակ ինչ է նշանակում։ Ինքը, ասենք, Տեր-Պետրոսյանին 2008 թվին աջակցեց 24 կուսակցություն եւ քաղաքական ուժ։ Հիմա մենք ինչ որ մեկին տշել ենք, ասել ենք չէ, մի աջակցի, մի օգնի, բան չի եղել դες բան։ Ով եկել է աջակցելու, ասել ենք եղավ։ Հիշեք էլի, Ստեփան Դեմիրճյանն էր աջակցում, Արամ Սարգսյանն էր, այն ժուկ կուսակցություններ, չգիտեմ, հնչակները, մարքսիստ Դավիթ ինչան էր, Հակոբյան։ Կարող է դուք մտածում եք, որ մենք մարքսիզմի կողմնակից էինք կամ չգիտեմ, չէ, բայց մենք ուղղակի իմանալ սկզբունք ուներ Տեր-Պետրոսյանը, ասում էր, ով աջակցում է, թող գա աջակցելի, օգնի։ Նիկոլ Փաշինյանը աջակիցներից մեկն էր։ Ընդամենը, բայց այն ժամանակ ինքը, ես ձեզ ուզում եմ բոլորիդ հիշեցնեմ, ինքը այն ժամանակ ասում էր, որ Տեր-Պետրոսյանի թիմը, դա այն մարդկանց թիմն է, որը ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատերազմ թե խաղաղություն հոդվածի դրույթները։ Ինքը այդպես էր սահմանում իր հոդվածներում, ինքը ասում էր, ես դրա համար եմ եկել Տեր-Պետրոսյանի թիմ։ 2015 թվականին ինքը այն ՊՊՑ-ի գնդի շուրջ եղած միտինգի ժամանակ ինքը 2016 թվին ինքը այդ միտինգի ժամանակ հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միասին դավադրական մի բան համաձայնության մեջ են մտել մեր ժողովրդի թիկունքում, փորձում են այդ 5 շրջանը հետ տալ, չգիտեմ ինչ բան եւ այդ պարզվեց, որ ինքը աշխարհի ամենաոչ մի թիզականն է։ Ու ինքը հետո գալով իշխանության ինչ արեց։ Ինքը տո Սերժին էլ անցավ, տո Ռոբին էլ անցավ, տո բանին դաշնակներին անցավ, չկա այդպես քաղաքական ուժ, որը ավելի ռադիկալ է եղել, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինքը բանը ավելի, ասենք, այնքան ռադիկալ էր, որ գերտերություններին շպրտում էր մի կողմ, ասում էր, ես իմ զրոյական կետից եմ սկսելու։ Ինչ որ պետք է անել, բանակցում ենք։ Այդ չենք տեսել այդ ամեն ինչը։ Շեղավ, ոնց կարող է ինքը մեզ հոգեզավակ լինի։ Այսինքն կարող է, եթե ինքը օրինակի համար այդ հավատարմությունը պատերազմ թե խաղաղություն հոդվածի դրույթներին պահպաներ, ես կստանձնեի պատասխանություն իր համար, կասեի, հա, ինքը մեր հոգեզավակն է։ Բայց եթե ինքը չի պահպանել, եթե ինքը դուրս է եկել, եղել է, ասենք սենց ասեմ, եթե մեր աշակերտներից է եղել է ամենաանտաղանդ աշակերտը, որը այդպես էլ բան չսովորեց։ Դրա համար ոնց մենք կարող ենք պատասխանություն տալ, մեկդ կարող եք ինձ ասել։ Չենք կարող կրել պատասխանատվություն։ Ու ասում եմ, մի քայլ չի եղել, որ մենք աջակցենք Նիկոլին իշխանության գալու հարցում։ Չի եղել։ Հիմա որոշ քննադատներ ասում են, բա դուք 2018 թվականին բան էիք, աջակցության հայտարարություններ էիք ընդունում։ Գնացեք կարդացեք այդ հայտարարությունը։ Մենք երբեք չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին, որևէ հայտարարություն, մենք հատուկ բառամթերքը նենց էինք ընտրում, որ դա լինի շնորհավորանք հայ ժողովրդի,
հաղթանակին, ժողովրդավարության հաղթանակին։ Մենք պայմանավորում էինք անգամ մեր բանը աջակցությունը մի դեպքով մենակ, որ եթե այս նոր իշխանությունը ժողովրդավարական ռեֆորմները կանցկացնի, անցումային արդարացում կանի եւ այլն, մենք այդպես էինք արտահայտվում, մենք երբեք իրան չենք, հատկապես իշխանության գալու ճանապարհին, մենք իրան չենք աջակցել, բացարձակապես։ Մենք չգիտենք ինչ պատուհասա ազգակործան գալիս, որ հələ մի հատ էլ աջակցեինք։ Շատ լավ գիտենք, ես դες պատմել եմ բոլորիդ արդեն այդ հայտնի Տեր-Պետրոսյանի հայտնի ասածը, հենց այն օրը, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Պատմել եմ։ Ինքը մեզ ասեց բոլորին, Արամ Մանուկյանն էր այնտեղ, Ավետիս Սահակյանը, Աշոտ Սարգսյանը եւ այլն։ Ինքը մեզ ասեց. դուք չեք պատկերացնում, սա ժողովուրդը ցնծում է, իսկ ես այսօր ամենադժբախտ մարդն եմ, որովհետեւ իշխանությանը գալիս մեկը, որը կկործանի Արցախը եւ Հայաստանի կեսը, թե Հայաստանը, մոտավորապես տենց բան ասեց։ Այսինքն ինչ հոգեզավակի մասին է խոսքը։ Լավ, հա, խնդրեմ։ Այդ նորությունների հայտարարել մասնակցության մասին համագործակցություն դիտարկում եք, թե